Այսպես մենք շարունակում ենք Python-ի խնդիրների դիտարկումը։ Այսօրվա խնդիրը հետևյալն է՝ գրել ծրագիր, որ էկրանին տպում է 1-ից n թվերը անջատված բացատով, n-ը բնական թիվ է, որը ներմուծվում է օգտագործողի կողմից։ Այսինքն ներմուծված ինչ որ բնական թվի համար 1-ից մինչև այդ բնական թվերը պետք է արտացվեն։ Ենթադրենք ներմուծվեց 5, պետք է 1-ից մինչև 5 թվերը արտացվեն։ 10 1-ից մինչև 10 եւ այդպես շարունակ։ Դե եկենք անցնենք խնդրի լուծմանը։ Առաջին քայլում եկեք այդ n բնական թիվը հայտարարենք։ Ես անունը կդնեմ number, որը հավասար է int input։ Այս արժեքը ոչ մի ծրագրի աշխատանքի ընթացքում։ Շատ լավ, հիմա հաջորդիվ պետք է գրեմ ծրագիր, այսինքն գրեմ loop, որը կկատարվի n անգամ եւ ամեն անգամ 1-ից մինչև n թվերը կարտացվի։ Նախորդ խնդիրները եթե հիշենք, մենք այնտեղ գրում ենք պայման, օգտագործելով մասնավորապես in փոքր ինչ որ բանից եւ այդ in աճացնում ենք մինչև n-ը։ Այստեղ նույնպես նույն մոտեցումը կցուցաբերենք, բայց աճացնելու հետ զուգահեռ, այսինքն ամեն իտերացիա ժամանակ երբ մեկով ի արժեքը մեծացնում ենք, դրա հետ զուգահեռ նաև in կարտացենք, արդյունքում լուծելով նաև խնդիրը։ Այսինքն եթե ունենամ in հավասար է 1, որտեղ ասում եմ 1-ից մինչև n բնական թվերը արտացի։ Գրել եմ while, այստեղ գրեմ հենց պայմանը այն, որ in փոքր կամ հավասար է մինչև number-ը, եւ ամեն իտերացիայի ժամանակ ես print կանեմ in, դրանից զատ նաև ի արժեքը 1-ով կավելացնեմ, in պլյուս հավասար է 1։ Այսինքն number-ը ներմուծվեց ծրագրի աշխատանքի ընթացքում, in 1-ով հայտարարում ենք։ Քանի դեռ 1-ը փոքր է number-ից, նու կներեք, հա առաջին քայլի ժամանակ 1 է, բայց ընդհանրապես ասենք in փոքր է number-ից, print արա in։ Հետո ի արժեքը 1-ով մեծացրու։ 1-ը փոքր է number, այո, print կանի 1 կդառնա in 2, 2-ը փոքր է number, այո, print կանի 2, in կդառնա 3 եւ այդպես իտերացիան քայլ առ քայլ կկատարվի։ Եկեք ներմուծենք 5 եւ հա տեսեք 1-ից 5 թվերը արտացվեց։ Եթե ներմուծենք, չգիտեմ, 10, 1-ից մինչև 10 թվերը կարտացվի։ Եվ այսպիսով մեր խնդիրը արդեն լուծվեց։ Այսօրվա համար այսքանը, կարծում եմ պարզ է եւ հասկանալի։ Եթե հարցեր ունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Լավ մնացեք, կհանդիպենք։